Հարկ Տիրոջը Այսօր ուզում եմ միասին կիսվենք մի հարցի շուրջ, որը վերնագրել եմ Քրիստոսի ուրախությունը եւ աշխարհի ծիծաղը։ Մի քիչ տարօրինակ համեմատություններ, բայց փոքրիչ հետո բարձ կդառնան։ Հիմա մի հարց, հնարավոր է, որ մարդը հանկարծ ծիծաղի, բայց իր սրտում ուրախություն չունենա։ Ուղղակի ծիծաղը եւ ուրախությունը անպայման իրար հետ համատեղ են, թե կարող է մարդը ծիծաղի եւ բոլորովին ուրախ չլինելով հանդերձ։ Կամ հակառակը, հնարավոր է, որ մարդը ծիծաղում է եւ դրա հիմքում ուրախությունն է նաեւ պատճառը։ Այո։ Այսօր աշխարհը լի է ծիծաղով։ Հետո կբացատրեմ շատ շոուներ, միջոցառումներ, բեմականացումներ, որի հիմքում դրված է ծիծաղեցնել մարդուն։ Բայց հանկարծ այդ ծիծաղը երբեք չի կարող ուրախացնել նաև մարդուն։ Կծիծաղես, դուրս կգաս նորից նույն տխուր մարդը, չէ՞, ու ոչինչ կարծես թե չփոխված։ Ուրեմն ծիծաղը եւ ուրախությունը դրանք նույն բանը չեն։ Երբ որ երեխաները փոքր էին, սիրում էի մեկ-մեկ երեխաներին հեքիաթ պատմել։ Հեքիաթները շատը պապից էի լսել, մենք էլ մի ժամանակ հավաքում ենք պապիս շուրջ բոլորը ու ստուգում ենք, որ պապը հեքիաթ պատմի։ Սիրով լսում ենք ժամերով։ Վերջ երեխեքը հավաքվել էին, պատմում էի քոր գելի Աստված հեքիաթը։ Ուրեմն այդ ժամանակ ես մի հատ տրակտոր ունեի, քշում էի։ Երբեմն գալիս էի, շատ օգնած էի, քշում էի մեր արևան ժորը հենց գարաժի դեմը սպես դիք էր էլի։ Կանգնեցնում էի, որ արոտը թողեմ, իր իներցիայով խոտ ընկնի։ Աշկերտս փակվում է, բայց պիտի պատմեմ այդ հեքիաթը։ Պատմեցի, թե ոնց էսա ոչխարը գնաց դեպի այդ մութ քարանձավը, որտեղ գայլն էր, մեկ էլ աշկս կպավ։ Երեխեքը ուշադիր լսում են, թե գայլը ինչ եղավ վերջում, ասի եւ ոչխարը զատնի տրեց ու քշեց լավ այդ դքի վրա։ Երեխեքը սարմարվել, այ պապա, ինչ ոչխար, ինչ զատնի տնել, ինչ հետո որ արտացա, այնքան ենք ծիծաղել դրա վրա, մինչև հիմա էլ որ հիշում ենք այդ, էլի ծիծաղում են նույն ձևով։ Հիմա գիտեք ոնց, խնդիրը այստեղ կասեք, դե Յանի դի պատմեցիր ինչ։ Խնդիրը այդ ոչխարը չէր, ոչ էլ զատնի տնելն էր, որ հավաքված էինք միասին, ընտանիք կար, ջերմություն կար, քաղցրություն կար, հետաքրքրություն կար, միասնություն կար, հասկանալի է, ժպիտ կար, հետո շարունակություն կար, հետո նորից հիշում ենք այդ բաները, այսինքն դատարկ ծիծաղ չէր մենակ, հիմքում մի հատ հիմար վիճակ էր, բայց որը նաև առաջացրել էր ուրախություն։ Հիմա մարդը կարող է ծիծաղել, բայց մի քիչ հետո տեսնի, որ այդ ծիծաղը չմնաց, անցավ։ Նորից ինքը նույն տխուր մարդն էր, գուցե խնդիրներով, խնդիրներով լիքը, եկավ տուն միայնակ իր հոգսերի հետ միասին։ Տեր Հիսուսը մի ուրիշ ուրախության մասին պատմեց, կամ մի ուրիշ ծարավի մասին պատմեց, որովհետև հնարավոր է մենք օրինակ ծարավ լինենք, ջուր ենք խմում։ Ջուրը խմում հագենում ենք, բայց մի երկու ժամ հետո էլի ենք ծարավում։ Նորից ենք ջուր խմում, էլի ենք հագենում։ Էլի ենք ծարավում, մեր ամբողջ կյանքը այսպես է, ծարավը ջուր խմեցինք, նորից ծարավեցինք, էլի ջուր խմեցինք։ Հնարավոր է մի ջուր լինի, որը խմես ու էլ չծարավես երբեք։ Այո, այդ ջուրը կա, բայց ֆիզիկական ջուրը չէ, H2O չէ։ Տեր Հիսուսը ինչի մասին ասաց։ Հովհաննես 4-րդ գլուխ 13-14։ Ով որ խմի այդ ջրից, դարձյալ պիտի ծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, հավիտյան չի ծարավի, այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, նրա մեջ կդառնա ջրի աղբյուր, որ բխում է հավիտենական կյանքի համար։ Հիմա տեսեք։ Սամարացի կինը սկզբում մտածեց, թե Հիսուսը սովորական ջրի մասին էր ասում։ Հələ ասես թե ինչ լավ կլինի այդ ջրից լինի, անընդհատ չկամ այստեղից վեդրոներով ջուր տանեմ, էլի, այդ կռանտը ոնց որ քաշենք մեր հայատը, մեր բակը, անդադ այնտեղից ջուր վերցնեմ։ Բայց Տերը
չէր խոսում սովորական ջրի մասին, այլ կյանքի ջրի մասին։ Խոսում էր կենաց ջրի մասին։ Որովհետև մարդը, որ ծարավ եղավ, օրինակ մարդիկ հիմա շատ անգամ կարող են ծարավ լինել սիրո։ Ովքեր են սիրո ծարավ։ Մի անգամ չես խմում ու վերջանում է, չէ՞։ Մեկը չի կարող ասել, սիրել են, ինչև կյանքից էլ չսիրեն էլ հերիք է ինձ, չէ՞, այդպես բան չկա։ Մենք միշտ կարիք ունենք կարծես թե թարմացման։ Մենք կարիք ունենք, որ մեր խաղաղությունը նորից հարատև շարունակվի, որովհետև կարող է խաղաղությունը նորից անընդհատ չլինել։ Կարիք ունենք ճշմարտության, ուզում ենք անդադ թարմացվի, հավիտենության, որ գիտենք, այս ինչ որ ունենք մի օր վերջանալու տխրում ենք, ասում ենք, բայց պես վերջացավ ու վերջ։ Կարիք ունենք, որ այն շարունակվի, եւ հատկապես Աստծո ներկայության կարիքը ունենք, որովհետեւ մի օր Աստծո թագավորության մեջ անverջ կշարունակվի, կսկսվի ու չի վերջանա երբեք։ Այս ուրախության մասին։ Սա դառնում է արդեն ավելի նպատակային։ Այս աշխարհը առաջարկում է իր ջուրը։ Օրինակ մարդը լավ ապրելու ուրախ լինելու համար ասում են փող ունենաս, ամեն ինչ լավ կլինի։ Ով է կարծում, որ փողը իսկի լավ բան չի։ Ու որ մտածում է վերջում բերեք տվեք ինձի այդ դրանք չէ, փողը պետք է ապրելու համար, բայց փողը քո ուրախության հիմնական պատճառը լինել չի կարող։ Ինչու՞։ Մի օր փող ունես, կարծես ամեն ինչ լավ է, մի օր էլ փող չունես, հանկարծ վերածվում ես աղքատ մեկի։ Ես շատ մարդկանց լսել եմ, տեսել եմ, ովքեր մեծահարուստ մարդիկ էին, բայց կյանքը վերջացրեցին աղքատությամբ։ Միլիոներներ էին, կյանքը վերջացրեցին բոմժերի հետ միասին։ Կարող է։ Հաճույքները, որոնք հետո մի օր փոխվում են տհաճության, փառքեր, որոնք վերջանում են անարգանքով, զվարճանքներ, որոնք վերջանում են տրտմությամբ, իշխանություն, որը հանկարծ վերջանում է ստրկությամբ, Աստվածաշնչում կարդացել եք դեպքեր, որ թագավոր մարդիկ էին, բայց հանկարծ դարձան ստրուկ, եկան բուտմատերը կտրեցին, աշկերը հանեցին, տարան, այդ ամբողջ կյանքում շամպես սեղանի տակ շրանքներով էին ապրում։ Ովքեր փառքի ինչ աստիճաններ ունեին, ու հանկարծ մի օր ինչով վերջացավ։ Այսինքն այս աշխարհի տվածը ժամանակավորը, որով դու կարծում եք ուրախություն զվարճանում եք, հանկարծ մի օր կարող է այն շատ հեշտությամբ փլուզվել։ Գրքեր, որոնք հետո ոչինչ են դառնում, ծափարություններ, որոնք կարող են վերջանալ սուլոցներով։ Մարդիկ, որոնք թագավորներ էին, հանկարծ վերջում հայտնվում են բանտում։ Սա այս աշխարհի տվածն է, որը ունի այս վախճանը։ Մարդը, որ խմում է, հագենում է, բայց ինչ ջուր ես խմում։ Ես մի հարց տամ. կարող է մարդը լինել Խաղաղ օվկիանոսի կենտրոնում, ինչքան ջուր կա, չէ՞, բայց ծարավից մեռնել։ Ովքեր գիտեն ինչու, ասեցին այո, հնարավոր է։ Մարդը այդքան ջրերով շրջապատած ծարավ մեռնի։ Մի հատ մեծ նավի մեջ լինես, ուտելիքները կա, ամեն ինչը կա, բայց ջուր չկա, մտածել են դենա ծոմ ջուր կելի ջուրը դնում ենք, ինչ անենք ծանրաբեռնենք նավը։ Մարդը կմեռնի ծարավից թեկուս օվկիանոսի մեջտեղում։ Ուրեմն հնարավոր է դա։ Մարդը կարող է երկար ապրել շատ, բայց կյանք չունենալ։ Ապրես երկար տարիներ, բայց կյանք չունենալ։ Սա հնարավոր է։ Դավիթը իր Սաղմոսներից մեկում 42:1-3-ում ասում է. Ինչպես եղջերուն փափագում է ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված, իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ պիտի գամ ու երևամ նրա առջև, եւ իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որովհետեւ ինձ ամեն օր ասում են, թե ուր է քո Աստվածը։ Դավիթը ինչ չուներ, գահ ուներ, թագավոր էր, ճիշտ է։ Հաց ուներ առատապես, ոսկի ուներ առատապես, ծառաներ ուներ առատապես, զորքեր ուներ առատապես, դու առատապես կնիկ էլ ուներ։ Լիքը կնիկ էին, չէր ասի, ինչ վատ կնիկ հանդիպա։ Դու 10 հատ, 20 հատ Սողմոնը 1000 հատ կնիկ։ Բայց դրա մեջ հարստություն չկար։ Կարծես Սողմոնը անդադ էլի երազում ունենա, ծարավ էր, ունենամ, այդպես չէր կշտանում, այդպես էլ այդ կանայք էլ դարձան իր վախճանի հիմնական կռապաշտության պատճառը, որ տարան այդ իմաստուն մարդուն հիմարացման։ Այսինքն սա կարող է այսպես լինել։ Դավիթը այդ ամեն ինչը ուներ, բայց մի բան կար, որ փափագում էր ու ծարավ էր, դա ծարավ էր Աստծո նկատմամբ։ Եվ տեսեք, երրորդ խոսքը հատկապես շատ հետաքրքիր է, եւ
իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար։ Այսինքն նա կարոտ էր Աստծո։ Մի հարցնեմ, ձեզանից ովքեր են զգացել Աստծո կարոտ ու արտասուքներով փնտրել Տիրոջը։ Դա կարող է լինել պահ, բայց կարող է նաև մարդը հարատևել դրա մեջ։ Անընդհատ դու միշտ չես կշտանում Աստծուց, միշտ շարունակում ես Աստծուն փնտրել։ Սրա մեջ արդեն իրապես արժեք կա։ Ուրեմն Աստծո նույնիսկ հնարավոր է արդյունքների մեջ փափագելով փնտրել եւ ունենալ Աստծո ուրախությունը քո սրտում, որը կապված չի արտաքին գործոնների հետ։ Իսկ տեսեք, աշխարհը ունի իր ջուրը մարդուն տալու, բայց նման է այդ օվկիանոսի կամ ծովի աղի ջրերին, բայց Քրիստոսը տալիս է կենդանի ջուր։ Աշխարհը տալիս է ծիծաղ, Քրիստոսը տալիս է ուրախություն։ Աշխարհը տալիս է զբաղմունք, Քրիստոսը կենդանացնում է։ Ուրեմն Դավիթը այս ամենը ունենալով հանդերձ իրեն չէր բավականացնում աշխարհիկ նյութական որևէ բան, նա ծարավ էր ու փափագում էր Աստծո։ Ահա ինչու նա Աստծո սիրահար էր, Աստծո քնարերգու էր, Աստծո սաղմոսերգու էր։ Անկամ իր գործած մեծ սխալներից հետո, որ ինքը ապաշխարեց, նորից չդադարեց Աստծո բարեկամը սիրելին կոչվել։ Որովհետև նրա ներսը Աստծո հետ էր։ Ուրեմն Քրիստոսի տված ջուրը ուրիշ բնույթ ունի։ Ոչ թե մի պահի հաճույք է տալիս, այլ մշտական։ Եվ Հովհաննես Ավետարան 7:37-39-ում ասում էր, եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ ու խմի, եւ նրա ներսից կենդանի ջրի գետեր պիտի բխեն։ Կենդանի ջրի գետեր պիտի բխեն։ Եվ ասում է, որ սա ասում էր Սուրբ Հոգու մասին, որը պետք է ընդունեին։ Հետաքրքիր է, որ Հայտնության 22-ի առաջ երկու խոսք առավոտյան հետ էի նայում, որտեղ գրված է, որ եւ նա ինձ ցույց տվեց կյանքի ջրի մի մաքուր գետ, բյուրեղի պես պայծառ, որ բխում էր Աստծո եւ գառան աթոռից։ Հայրը երկնքում, որդին հոր մեջ միասին, եւ որից բխում էր մի կենդանի ջրի գետ, պայծառ ու զուլալ, որ կյանքի ջրի գետն էր, որը Սուրբ Հոգին էր։ Սա է լինելու մեր հավիտենությունը։ Ուրեմն աշխարհը մարդկանց տալիս է իր ջուրը, մի պահ զվարճություն, մի պահ թեթևացում, բայց հետո նորից գալիս է մարդու դատարկությունը։ Սա նման է այն բանի, որ մարդը հիվանդ է, ունի սոսկալի ցավեր, իրեն տալիս են ցավազրկող, որ հանգստանա։ Ցավազրկողը կարող է հանգստացնել քո ցավը մի պահ, բայց չի կարող քեզ բժշկել։ Հիվանդին տանում են վիրահատության, վիրահատությունն է պատճառ դառնալու, որ նա բժշկվի, ոչ թե տված նարկոզը։ Նարկոզը ընդամենը ցավազրկելու համար է։ Մարդիկ կան, որոնց այս յանքի ուրախությունը նա նարկոզի նման է, ընդամենը ցավազրկողի։ Ընդամենը մի բան անում են, որ չզգան ցավը, վիշտը, բայց դրանով այդ վիշտը չի բժշկվում։ Բայց Աստծո մարդը կարող է լինել մարմնով հիվանդ, հոգով առողջ։ Հնարավոր է դա։ Կարող է լինել աղքատ մարմնով, հոգով հարուստ։ Հալածված լինել, բայց հոգով ուրախ։ Կարող է արտասվել, բայց երջանկության, ուրախության արտասուքներով։ Հնարավոր է մարդը լացում է, աշկերից թափվում է, բայց ուրախությունից։ Սա հնարավոր է։ Իսկ Աստծո մարդու մոտ սրանք ավելի շատ կարող են պատահել։ Ուրեմն աշխարհը մարդկանց կարող է տալ ուրախության պատրանք ընդամենը։ Դու կարծում ես, թե դա ուրախություն է, բայց նման է ընդամենը մի միրաժի։ Անապատում մարդը այդ ծարավի տապից կարիք է զգում խմելու, պատահում է գիտեք, որ անապատում հանկարծ տեսնում են օազիս, ջուր, գոռում են ջուր ու վազում է դեպի այդ, բայց ջուր չկա։ Դա իրենց պատրանքն է ընդամենը։ Կամ երկար ժամանակ, օրինակ Մագելանի ծովագնացության ժամանակ էր, թե Կոլումբոսի լավ չեմ հիշում, որ երկար բանից հետո ցամաք է երևում աշկերին։ Ամիսներ գնում են չկա, ցամաքը չկա, մեկ էլ ցամաք, բայց ցամաք չկար։ Դա կոչվում է միրաժ։ Ու հանկարծ դու ապրում ես այս կյանքում, անգամ Քրիստոսի անունը կանչելով, մտածելով ջուր, հասանք, ես շատ եկեղեցիներում տեսնեք, որ հանկարծ այդ ջուրը վերջում դարձավ միրաժ։
5 հիմար կույսերի համար այդ ջուրը կար որպես իրականություն, բայց վերջում միրաժով ավարտվեց։ Այն ինչ որ նրանց թվում էր թե ունեն, իրականում չկար։ Ուրեմն մենք ապրենք ոչ թե պատրանքնելով, այլ իրականությամբ։ Ուրեմն հնարավոր է սա, որ մարդը մի բան ունի, կարծում է թե ունի, բայց իրականում չունի։ Եվ դերն ասած, ով որ ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ նա ով չունի, այն չնչին որ կարծում է թե ունի, իրենից կվերցվի։ Կան կարտեցյալ բաներ, որոնք իրականությունից շատ են հեռու։ Ահա։ Իսկ մարդը իր իրական ուրախությունը ստանում է հատկապես այն ժամանակ, երբ որ նա հանդիպում է իր արարչին։ Այսօր աշխարհը կազմակերպում է ուրախության համար շոուներ, հումորներ, կատակներ, զվարճալի հաղորդումներ, հեռարոսներ, ծափահարություններ։ Կա այս բանը, թե ոչ։ Եթե մեկը կողքից նայի, ասի, ինչ ուրախ աշխարհ է, ինչ ուրախ է, բոլորը ծիծաղում, ուրախանում, հռռում են, բայց իրականում որ վերջացավ այդ շոուն, այդ կազմակերպված բեմականացումները, մարդը նորից գնում է տուն նույն դատարկությամբ։ Ամենաշատը կարող է իշ մի հատ ծիծաղալի բան իրար պատմի ծիծաղեն, բայց ներսի բարոնակությունը դրանով չի փոխվում։ Ես մի պատմություն կարդացի, էլի ենք կարծեմ եկեղեցում այդ մասին խոսել, որ մի ազնվորություն գնում է բժշկի հոգեբանի մոտ, հոգեբան թե հոգեբույժ չգիտեմ։ Ու բողոքում ասում է բժիշկ, մեջս ուրախություն չկա ընդհանրապես, անընդհատ տխուր եմ, անընդհատ գիշեր ցերեկ, ես չեմ ուրախանում։ Դե բժիշկը մի քիչ քննելուց հետո զգում է, որ սա տեղորայքի հետ կապված բան չի կարող տեղերը օգնել, ասում է, լսի ինքեր, մի հատ խորհուրդ տամ քեզ։ Մեր քաղաքում մի հատ լավ կրկես է եկել։ Ծաղրացու կա, շատ հետաքրքիր, այնքան ծիծաղաշարժ, այնպես բաներ պատմում, փորդ կբռնես կպարկես։ Խորհուրդ եմ տալիս գնա այդ կրկեսին մասնակցի, այդ ծաղրացուն գուցե քո մեջ ինչ-որ բան փոխի։ Այդ մարդը գլուխը կախում, աչքերը լցում արտասուքով, ասում է ծաղրացուն ես եմ։ Փաստորեն մեկը կարող է շատերին զվարճացնել, բայց ինքը դերքուստ մնալ այդպես տխուր ու դժբախտ։ Քարոզիչը կարող է ամբողջ դահլիճին տրամադրել հավիտենական կյանքի մասին, բայց ինքը իր մեջ դրանից չունենալ։ Կարող ես բարձրագույն խոսել արդարության մասին, բայց ինքը դրանից շատ հեռու լինել։ Կարող ես խոսել ուրախության մասին, բայց իր ընտանիքում ամեն օր կռիվ ու սկանդալ ու խռովություն։ Բայց խոսում ես Աստծո խաղաղության մասին։ Խնդիրը այս է, որ մենք ունենանք ոչ թե ուղղակի ցույց տանք կամ խաղանք այդ բեմականացումը։ Ես մի բան կարդացի, ուզում եմ այդ հատվածը կարդամ, որ ավելի սիրուն բան անի։ Խոսքը մի դերասանի մասին է, անունը չեմ ուզում ասել։ Տեսեք, ասում է, այո, այդ դերասանի կերպարը մարդկանց սրտին շատ էր կպել, որովհետև նրա ծիծաղի տակ մարդիկ զգում էին ինչ-որ թաքնված ցավ։ Նա պարզապես կատակներ անող դերասան չէր, նրա դեմքի մեջ նույնիսկ ժպիտի պահին մի տեսակ տխրություն կար, մի խորը մարդկային միայնություն։ Երևի ոմանք հասկացաք ում մասին է խոսքը։ Ուրեմն դերասան էր, շատ ընտիր։ Բեմի վրա ժպիտ, հումոր, ծիծաղ, բուրըն ծափահարություններ։ Սա արտաքին բեմն էր, բայց կար իր սրտի ներքին բեմը, երբ որ գնում էր տուն, ինչ կար՝ մենակություն, կոտրվածություն, ցավ, արտասուք։ Հիմա հնարավոր է, որ մարդը բոլորին ուրախություն պատճառի, կարծես թե թվացյալ ուրախությունը, բայց ինքը դրանից իր մեջ բոլորովին չունենա։ Չգիտեմ, ասում են Չարլի Չապլինն էլ է այդպես եղել։ Նա էլ ամբողջ աշխարհից առաջի այդ կոմիկ դերասաններից է, բայց իրականում ինքը սրտի մեջ ցավ ունեցող մարդ է եղել, տխուր։ Որովհետև չես տեսնում այդ մարդու անկուն գիշերները, նրա ներսի դատարկությունը, անհանգիստ սիրտը։ Դրա համար շատ անգամ ուրիշների ծիծաղեցնող շատ մեծ մարդիկ եղել են ամենամենակ զգացող մարդիկ։ Միշտ միայնություն են զգացել, որովհետև իրենց ցավը թաքցրել են ժպիտի ծիծաղի տակ, որը դրսի մարդիկ կարող էին դա չտեսնել, բայց այն կար։ Կարող են մարդ ունենալ փառք, ճանաչում, միլիոնավոր սիրողներ, ծափարող դահլիճներ, միևնույն ժամանակ նորից մնա իր սրտում նույն դժբախտ մարդը։ Որովհետև ծիծաղը կարող է դառնալ պահի էմոցիա ընդհանրապես, բայց ոչ թե ներքին թեթևացում։ Բայց Աստծո ուրախությունը, Քրիստոսի ուրախությունը, դա խորը բան է։ Ուրախությունը, որը մարդու հոգի վիճակն է ցույց տալիս, այն ուրախությունն է, որը հոգու պտուղ է։ Հիմա մի քիչ գանք Քրիստոսի ուրախության մասին։
Տեր Հիսուսն ասաց, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հովհաննես 15:11։ Ուրեմն կա այս աշխարհի ուրախություն, կա Քրիստոսի ուրախություն։ Եվ Հիսուսն ասաց, ես իմ ուրախությունն եմ ուզում, որ ձեր մեջ լինի, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ուրեմն այն ուրախությունները, որ մենք կարող ենք ստանալ արտաքուստ ինչ-որ մի բաներից, կապված ինչ-որ իմ թվարկած որոշ բաների հետ, սրանք իսկական ուրախությունը չեն։ Հիսուսը ասաց, ես չեմ ուզում այդ դատարկ ուրախությունը ձեր մեջ տեսնել։ Իմ ուրախությունն եմ ուզում ձեր մեջ տեսնել, որպեսզի ձեր ուրախությունը ոչ թե մենակ ուրախություն լինի, խաբուսիկ, այլ կատարյալ։ Տերը չասաց, ես եկա որ ձեզ ծիծաղ տամ, ասաց, ես եկա որ ձեզ տամ իմ ուրախությունը։ Ես եկա որ ձեզ տամ իմ խաղաղությունը, որը այս աշխարհը չունի ու չի կարող տալ։ Ուրեմն կան բաներ, որ այս աշխարհն ուզում է տալ, կամ որևէ հոգեբան ուզում է քեզ տալ, նրանք չունեն, որտեղից տան։ Մեկն ասում է, որ հոգեբանը չի հավատում հոգում, բա ոնց կարող է այդ հոգին բժշկի։ Եթե այդ հոգին չկա, բա դու ի՞նչն ես բժշկում։ Հասկանալի է։ Ուրեմն սրանք ընդհանրապես կարող են արտաքին գործոններ լինել, որովհետև եթե մարդու զվարճությունը կամ ուրախությունը կախված է զվարճանքից, փողից, հաճույքից, հաջողությունից, գովասանքից, մարդկանց ուշադրությունից, մի օր այդ ուրախությունը անցնում է ու դու տեսնում ես, որ դու դատարկ ես։ Նման է մի բանի, որ հիմա մարդը մտնում է մի հատ շատ լուսավոր սենյակ ու ինքը սկսում է այդ լույսերի մանից ողողվել պայծառությունից։ Որքան ժամանակ այդ լույսերի մեջ ես, դու լուսավոր ես կարծես, բայց հենց այդտեղից դուրս եկար, մի վայրկյան դու նորից նույն խավարի մեջ ես, որտեղ այդ լույսը քո մեջ չկար, դա արտաքին լույսն էր, որ մի պահ քեզ լուսավորեց, բայց հետո դու նորից տեսար, որ նույն առաջվա գիկոն ես, որ դուրս եկար, նույն տխուր մարդը, նույն խնդիրներով ծանրաբերված մարդը։ Հիմա մարդը ուրախության համար երբեմն օգտագործում է խմիչք։ Տեսել եք չէ՞, հարսանիքներին մանավանդ խմիչքները լիքը խմենք, ուտենք, ուրախանանք, այսինքն խմենք, որ ուրախանանք։ Օրինակ կարդամ միտեղ առակաց գրքի, հետո նոր շարունակենք։ Ումն է վայը, ումն է վույը, ումն են կռիվները, ուրեմն առակաց 23-ի 29-ից 35 խոսքերն են։ Նորից կարդամ. ումն է վայը, ումն է վույը, ում են կռիվները, ում են տրտունջները, ում են առանց պատճառի վերքերը, ում են կարմրած աչքերը։ Նրանց, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանց, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու, ասում է մի նայիր գինուն, որ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում, նա վերջում ուծի պես կկծի եւ կխայթի իժի պես։ Աչքերդ արատավոր բաներ կտեսնեն, իսկ միտքը նենք բաներ կխոսի։ Ծովի մեջտեղում պարկողի նման եւ կայմի գագաթին պարկողի նման կլինես, կասես ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել։ Տեսեք, երբ եմ ստապվելու, որ դարձյալ խմիչք որոնեմ, կամ նորից այդ նույն բանը որոնեմ։ Ուրեմն այդքանից հետո դուք տեսել եք, օրինակ եղել է, ես տեսել եմ, գիտեմ, որ ինքը ալկաշա, ես ջարդած, այստեղ էլ է ջարդած, բայց չեմ խմել։ Անայ ասի էտա, կամ ծեծել են, կամ գլորով են գելա միտեղ գլուխը տվել ես բանին, բայց հաջորդ անգամ նորից այդան խմենք։ Այսինքն այս մարդը նորից ելնում նույն բանն է փնտրում։ Ինքն էլ գիտի, որ դա լավ բան չէ, բայց դարձել է դրա ստրուկը ու միշտ փնտրում է հենց այդ։ Մեկն ասում էր, բայց գրված է խոսքում նաև ասում է գինին տվեք դառնա հոգիներին, որպեսզի նրանք խմեն ու իրենց վիշտը մոռանան։ Այո, բայց եթե գրված չէ, որ մենք մտածենք այդ դեղը ընդամենը։ Բառացի ասեմ, գինին տվեք դառնա հոգիներին, որ նրանք խմեն, ոչ թե բժշկվեն, այլ իրենց վիշտը մոռանան, ընդամենը մոռանան։ Խմիչքի ազդեցությունը անցավ, նորից հիշեց։ Խմես, որ էլի մոռանա։ Դա նման է նույն նարկոզին, որը քեզ չի բժշկում ընդամենը եւ քեզ չի ուրախացնում։ Բայց դուք ուզում եք, որ դուք այդ մարդկանց պես լինեք, որ ընդամենը խմեք, որ անջատվեք, բան չհասկանաք, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Դու խմի անջատի, որ քո ընտանեկան խնդիրները չհասկանաս, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Եթե քո երեխան կամ որևէ հարազատ ծանր հիվանդ է, խմի, որ չզգաս դրա ցավը, ու դրանից չի փոխվում իրականությունը։ Այսինքն դրա մեջ իրականություն չկա։ Մարդը կործանվում է, հասկանում է, ամաչում է, տառապում է, ցավ է կրում, բայց նորից ասում է, այդ դառնամ նորից նույն բանը փնտրեմ։
որովհետև ինքը դրա ստրուկն է։ Նույնը նաև թմրամիջոցներով բռնված մարդկանց մասին է խոսքը, որ եւ բռնված են դրանով, եւ ստրուկն են դրա, ընտանիքը տարապում է դրանից, հարազատները տարապում են դրանից, տոկոսների պարտքերի, վարկերի տակ, բայց ասում են նորից երբ կան, որ նույնը փնտրեն, որովհետև դարձել են այդ հաշիշի ստրուկը։ Բայց մի ժամանակ ասում են ախպեր քաշի ուրախություն է գալիս, գովերը թրջում են, ծիծաղում են, ես տեսել եմ էլի, եւ որտեւ իմ շրջապատում էլ կային նարկոմաններ, հավաքում էին մեր սենյակում, այն ժամանակ ուսանող էինք Երևանում, քաշում էին այդ անպետքից ու ծիծաղում, հրրում, մի հատ մատույց տալ, փորները բռնում պարկում, թե ես մատի ցույց տալու մեջ ինչ ծիծաղելու բան կար, չգիտեմ։ Ես բայց խոստովանում եմ, որ չեմ օգտագործել։ Ես ասի, ես էդի չեմ օգտագործի, ես ինչ իմանամ, կարող է սիրավեմ դրա վրա, էլ չկարողանամ բռնեմ։ Եվ նրանք վերջում դարձան հայտնի նարկոմաններ։ Եվ ենք արքի, որ իրանցից մեկը, երբ որ արդեն հավատքի մեջ էի, ինքներ էր լսում Աստծո խոսք։ Ասում էր ախպեր, դու չես քաշել, չէ՞ դրանից, ասում չէ, ես չեմ օգտագործել։ Դրամալ չգիտես տրաջիկը, որ քաշում ես միտքդ պայծառանում է, լուսավորվում է։ Ասի մի առաջարկ մեզ քաշիկ, հա, ասի լավ էլի, ելենք եղբայրներով հավաքենք, մի հատ քաշենք, էդի պայծառանանք, գնանք պաշտպանմունքի, դա նորմալ է համարում։ Իր համար հա։ Բայց ես հասկացա, որ դա ընդամենը իր ստրկությունն էր ցույց տալիս։ Երբ վեր կենամ, որպեսզի նորից փնտրեմ այն։ Հիմա մի հարց, ավետարան կարդացել եք բոլորդ եւ բազմաթիվ անգամ։ Կհիշեք մի տեղ, որ Տեր Հիսուսը ծիծաղեց։ Որ եւ Հիսուսը կոշտ ծիծաղեց։ Հիմա բայց գրված է արտասվեց, գրված է խղճաց, գրված է սիրեց, կարեկցեց, հոգնեց, ծարավեց, խաղաղություն տվեց, ուրախացավ հոգով։ Բայց ծիծաղի մասին ոչ միտեղ գրված չէ։ Մի չմտածեք, Հիսուսը ինչ տխուր մռայլ անձ է եղել։ Չէ, Հիսուսը տխուր մռայլ չի եղել։ Նա ունեցել է իր մեջ ուրախություն, ուղղակի գրված կարող է ծիծաղել, ես չեմ ասում թե չի եղել, ես ինչ իմանամ։ Դա դե գրված չկա, չեմ կարող հենվել որևէ բանի վրա։ Ընդհակառակը երեխաները մոտենում էին նրան, սիրում էին, Հիսուսին տեսնում վազում էին Հիսուսի գիրկը, ճիշտ է, կարդացել եք տեղեր։ Գրկում էր եւ ինքը ասում էին հերո տարեք այդ երեխեքին, ասում է չէ, թողեք նրանք կան, որովհետեւ երկնքի թագավորությունը սրանց նմաներինն է։ Մի թող արգելեք ամանոկներին իմ մոտ գալ։ Դոր որ ճիշտ ասած, ես դե երկում էր երեխեն վազավ մոտը, եկան կրկին լացելով տարան, թողեք թողես երեխենք։ Մի խանգարեք նրանց։ Երկնքի արքայությունը դրանց նմաներին է։ Որովհետեւ այս բոլոր երեխեքը կան ուզենան բոլորն ելեն բեմ, ես չեմ ասի իջցրեք։ Թողել են խառնվեն երշախմին, դու որ իմանան աշխարհում դες երշախում մենակ մրգաշատում է։ Հասկանալի է։ Որովհետեւ երեխան չէր վախենում Հիսուսից, նրա այդ մռայլ տպավորություն չէր տոնում, կամ մեղավոր մարդիկ չէին վախենում Քրիստոսի ներկայությունից։ Ինչու՞, որովհետև Քրիստոսի մեջ լույս կար, ջերմություն կար, իսկական կյանքի ուրախություն կար։ Այդպիսին էր նրա անձը։ Բայց նրա ծառայությունը Քրիստոսի երբեք մարդկանց զվարճացնելը չէր, կամ մի քանի ժամ ուրախ տրամադրություն հաղորդելը չէր։ Նա չէր եկել մարդկանց տրամադրությունը բարձրացնելու, նա եկել էր գործվածը փնտրելու եւ փրկելու, եկավ իր ուրախությունը մարդկանց տալու։ Առակաց գրքում 8:30-31 խոսքը, բայց ես մի քիչ հեռվից կամ։ Քրիստոսը մինչև աշխարհի ստեղծվելը կար հոր էության մեջ, հորի հետ մեկացված, հոր եւ Սուրբ Հոգու հետ մեկացված, որպես հավերժություն, հավերժական Աստված, անբաժանելի մեկություն։ Երբ Աստված որոշեց ստեղծել երկինք, երկիր, տիեզերք, մարդ, կենդանական աշխարհ, նրանց երեքի խոսքով էր որ պայթեց մի ամբողջ տիեզերք համաստեղություն, որ բացվում է իրենց, բացվում։ Դուք գիտեք որ տիեզերքը ասած ծավալում բացվելով է թվում, եսի ինչ ասկայական մեծ արագությամբ։ Երկնքի արքայությունը էս ձեր հասկացած տիեզերքի մեջ չէ, որ կկարդակ միտեղ ասեն տիեզերքի էս անկյունում սև խորոչում, չգիտեմ որտեղ տիեզերան գոյություն չունի, երկնքի արքայությունը ընդհանրապես կապ չունի տեսաների ոչ մի բանի հետ։ Դրա ակունքը ուրիշ է։ Եվ մենք այդտեղ ենք գնում, ոչ թե տիեզերքի ինչ-որ մի անկյուն վաղը։ Վերջը ստեղծում էր Տերը եւ ասում է
Ամեն օր ես նրա հետ էի։ Հիսուսն ասում է հոր մասին, ամեն օր նրա հետ էի։ Երբ որ նա երկնքի ամպերն էր ստեղծում, երբ որ լեռներն էր կշռում տնում իրանց տեղերում, երբ որ ծովին հրամաններ տալիս իր սահմաններից դուրս չգար, ես նրա մոտ ճարտարապետ էի։ Ուշադրեցեք այս խոսքերը։ Ես ամեն օր ուրախանում էի նրա առջև, եւ իմ ուրախությունը մարդկանց որդիների հետ էր։ Եվ իմ ուրախությունը մարդկանց որդիների հետ էր։ Հələ մարդ չկար, երկիր չկար, ոչինչ չկար, բայց իր ծրագրում ամենատեսության մեջ տեսավ մարդկանց որդիներին իր ստեղծագործությունը, ասած եւ իմ ուրախությունը եղավ մարդկանց որդիների հետ։ Եվ այն ժամանակերից Աստված քեզ տեսավ, անունով ճանաչեց, սպասեց մինչև ժամանակների լրումը բերեն, քեզ անունով կանչեց, ասեց արի իմ հետևից։ Եվ կանչեց, ասեց ես քեզ կանչում եմ ոչ թե ամեն ուրախությունը, որ այս աշխարհն է տալիս, այլ այն ուրախությունը, որ իմն է, որ ես ունեի հոր առջև հավիտենությունից առաջ ու հավիտյանս հավիտենից, այդ ուրախությունը ձեզ փոխանցելու, որը մենք կտեսնենք Աստծո թագավորության մեջ, բայց այդ ուրախությունը այստեղից է սկսվում, որտեղ երկնքի թագավորությունը, ինչպես Պողոս Առաքելն ասում էր, ուտելիք չէ, խմելիք չէ, Աստծո թագավորությունը արդարություն է, խաղաղություն է եւ ուրախություն, ուրիշ թարգմանությունների մեջ գրված է ցնծություն Սուրբ Հոգիով։ Երկնքի արքայությունը այդպեսին է։ Իսկ մարդիկ ուրախությունը այսօր կապում են սեղանների, կերուխումերի, զվարճանքների ու հատկապես աղմուկների մեջ։ Ես էլ եմ ասում մի փոքր ակնարկեն, որովհետև դե այդպես է, ինչ անեմ, որ այդպես է։ Հարսանեկան արարողություններ, դե մի ժամանակ էլ ես իմիջ չէր, մի ժամանակ էլ ուրիշ է, երկար բարակ ճառեր կանել, ոտի վրա հարսպես, դե մետ էր։ Բայց հիմա ավելի սարսափելի է։ Լավ, սեղանների կա հեշտ է, ամեն ինչը ուրիշներն են անում, դու վճարում ես հրավիրվածների փողերը, դա էլ է հեշտ։ Հիմա գիտեք ինչ են բոլորը, հարսանեկան ունկանում, երեխի ամսական, կազմակերպեն աչուցակ, որտեղ փողը իրան չեն տալիս։ Հրավիրում են, բերում են, սեղանի փողը տալիս են, մի բան էլ ավել են տալիս նվերի, ինչի՞ չէ որ։ Կարելի է շապ ամեն օր կազմակերպել, աղջան, մեկը ծրի է։ Բայց լավ, դա հարցը այդ չէ։ Սեղանները ճոխ լիքը ու աղմուկը։ Մարդիկ ուրախանում են կամ խմիչքի ազդեցությունից, կամ երաժշտության ազդեցությունից։ Երաժշտությունն էլ է մարդի մոտ մեզ բան առաջացնում, ռիթմ առաջացնում։ Վայ գժանոց է դառնում, ասում ես սրա ուրախությունը ո՞րն է, ես չեմ կարողանում, դες կես ժամ, եթե մոտ այնպես մեր երեխեքից թորներից որ դին նստեմ, ես փախնում եմ։ Ասում ես ես չեմ տեսնում ոչ մի ուրախ բան, բացի այդ խորովածից, որ մեկը դուր կերար բրծավ այդ ուրախությունը։ Ինչի վրա են ուրախանում, ինչի վրա են թռնում, ցածկոտում, գոնե հասկանաս այդ ինչ երգ են երգում, այդ երգի բովանդակությունը ինչ էր, կամ ինչ դիվային բաներ կան, այնց եւ են բարձրացնում այդ այն բոմ որկետի վիսոկինա թե նիսկինա նիսկին այնե բոմ այսպես մի անգամ այստեղ էլ երեխեքը բարձրացրին սրա ասեցին փորձենք լա սրա բան տոն միջև ինչքան է բարձրանում ասում եմ նստած այստեղ ասեն զգացի լախլախում էր ասեն բսերը դոշից հրաշոջատեք ես վատացա հասկանալի է այդ ժամերով մարդիկ նշում են սրա անունը դրել են ուրախություն ուրեմն հիմա ես իմ ասածը մի ուրախություն, որը գալիս է սեղանի պարունակությունից, մեկ էլ խմիչքի ազդեցությունից, մեկ էլ ուտելիքների առատությունից, ես իմ քարոզը այդ մարդկանց հիմա որ անգամ մի ամիտ լսեն, вообще թուրքի կկանացնես, այսովա եկենք եմ մեջտեղ խելքդ ինչ է հասնում դրանից, որ մի հատ էլ խոսում ես։ Բայց ասում եմ, սրա մեջ ուրախություն չկա։ Հիմա ասեմ մի մարդու մասին, ով ես գիտեմ հավատացյալ եղել թե չէ, բայց այս մի բանաստեղծությունը, որ ես կարդացի մի քանի օր առաջ, էլի գիտեի, բայց ուղղակի ներբեռնեցի համացանցից, որ կարդամ։ Ավետիք Իսահակյանն է գրել։ Ավետիք Իսահակյանը գրել է մի բանաստեղծություն, կարդամ դանդաղ, որ հասցնեք ընկալել։ Ես ձեզ ասում եմ, կգա հոգու սով, եւ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հափրած որկորով, հրեղեն խոսքի վեհ խոսքի կարոտ, լրփենի ծաղրով արհամարեցիք, հոգու վար զեղմունք, միտք ու երազանք, նյութի տաճարում հարբած պարեցիք, մոռացած անմահ անհունի տենչանք,
Դուք որ հեգնեցիք ուժ ստեղծագործ, ձեր նյութի հանդեպ կգա հոգուսով եւ մուրացքի պես փշրանքի համար ծարավ ու նոթի կանցնեք ծովիսով։ Հետաքրքիր չէ՞։ Օրոսիս մորտիս ինչա գրե։ Կամ արտագրելա Աստվածաշնչից հանգերի կամ իսկապես ունեցել է իր սրտում այս հայտնությունը, որը նաև գրեթե այդ նույն ձևով գրված է Ամովս մարգարեության 8-րդ գլուխ 11-12 խոսք։ Տեսեք, այստեղ ասում է ճոխ սեղանի մոտ կգա հոգու սով ցես։ Մարդը կնասի ճոխ սեղանի մոտ, բայց սոված դուրս կգա տեղից։ Ահա օրեր են գալիս, ասում է Տեր Աստված, երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով եւ ոչ էլ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով, պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, պիտի շրջեն Տիրոջ խոսքը որոնելու, փնտրելու համար, բայց պիտի չգտնեն։ Միշտ ասում է ձեր երիտասարդները կանցնեն ծովից ծով, ցամաքից ցամաք, պիտի փնտրեն Աստծո խոսքը ու պիտի չգտնեն։ Այսինքն սրա համար ժամանակ գոյություններ, որ մարդը փնտրեր։ Մարդը արհամարում է այդ ժամանակը իրեն հասանելի, ընկալելի։ Եվ գալիս է մի օր, որ ամեն ինչ կորսած, կգա մարգարեականս խոսքերը, որ ասում է դու, այսինքն ես ուզում եմ ասել, որ դու կարող ես լինեք ճոխ սեղանների մոտ, բայց հոգով ներքուստ ես սոված քաղցածս գաք, որովհետև նյութական բարիքները երբեք մարդու հոգին չի կշտացնում։ Կշտացում է փորդ։ Շատացնի ճարպդ, կբարձրացնի ճնշումդ, բայց քո հոգիդ կմնա նույնիսկ նույն ձևով սոված։ Ուրեմն կարող է լինել սեղաններ, հաց, զվարճություն, շոուներ, աղմուկ, տեղեկատվություն, հազարավոր ձայներ, բայց քո կուշտ փորով անձը դառնա հոգով սոված։ Ովքեր են համաձայն այսքան տեղի հետ կոնե։ Կարող է լինել մարդը կուշտ, ֆիզիկապես, բայց հոգով դատարկ եւ սոված։ Պաստորեն, եթե վերցնենք այս աշխարհի տվածը, ծիծաղ կա, բայց ուրախություն չկա։ Զվարճանք կա, բայց խաղաղություն չկա։ Խոսքեր կան, բայց կենթանի խոսքը չկա։ Տեղեկություն կա, բայց ճշմարտություն չկա։ Եվ այստեղ Ամոս մարգարեությունը հաստատում է այս, որ Ավետիք Իսահակյանի եւ Ամոս մարգարեության խոսքը դառնում է լրիվ նույնը։ Իսկ Աստծո խոսքն ասում է այսօր է ընդունելի ժամանակը եւ այսօր է փրկության օրը։ Մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր հայրերն արեցին անապատում։ Այսպես հիմարացան 5 կույսերը, որոնք ժամանակին չհասկացան արժեքը, ինչպես Պողոս Արաքյալն ասում է, ժամանակի արժեքը իմացեք, որովհետև օրերը չար են, նրանք սա չհասկացան։ Եվ այն օրը, որ հասկացան, որ չունեն, ուզեցին ունենալ, արդեն չգտան։ Կանցնեք ծովից ծով, ու կմնաք քաղցած։ Կփնտրեք արդեն Աստծո խոսքը ու երբեք չեք գտնի այն։ Կունենաք Աստվածաշունչից, գրքերը չեն ապշտակվի, կմնան։ Կարդակում միտք չեք առնի, նույնքան որքան մի ժամանակ դուք անավատ եք կարդում եք կամ չէի կարդում, ոչ էլ միտք էինք առնում։ Կփակվի ու կվերջանա։ Մինչ կգա նաև այս աշխարհի դատաստանը։ Ուրեմն դրա համար այսօրվա եկեղեցիներին մենք էլ հետները պետք չէ որ մենք մարդկանց զվարճանք տանք, անհրաժեշտ է որպեսզի մենք մարդկանց հավիտենական կյանքի խոսքերը խոսենք։ Կարող է եկեղեցում կազմակերպվել նաև միջոցառումներ, կարող են գնալ ինչ-որ միտեղ եկեղեցով հանգստանալու աշտարակ, ես չեմ ասում դրանք պետք չեն, բայց եկեղեցին մենակ դրա համար չէ։ Դիտում եք կազմակերպում են կոնֆերանսներ, բոլոր հանդիպում, նայում ես որ հիմնական առանց ավելի շատ ուտել, խմել, հաղորդակցել, ասել, խոսալ, կչկչալ, ծիծաղել, ինչ-որ բաներ կազմակերպելը, քան թե իրական մի հատ լուրջ բան հաղորդելը։ Որտեւ աստվածապաշտությունը ծիծաղ չէ, աստվածապաշտությունը ուրախություն է ու նաև շատ մեծ լրջություն։ Մեր ասում են բանա ձգվեք, այդ ժամանակ է որ Աստծո խոսքը խոսում ու պետք է հասնի քեզ։ Եվ Տերն ասած մարդ միայն հացով չի ապրի, այլ Աստծո խոսքով որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Այս սա է կարևորը մեզ համար։ Ուրեմն հնարավոր է մարդը լի սեղանի մոտ նստի ու մեռնի սովից։ Դրա համար այսօր աշխարհում շատ անհանգիստ մարդիկ կան, դատարկ զգացում ունեցող մարդիկ կան, հոգնած մարդիկ կան։ Պողոսն ասում էր, որ Աստծո թագավորությունը արդարություն է, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգիով։ Իսկ այդ ուրախությունը կար առաքյալների մոտ, թե չկար։ Հիմա ես մի երկու օրինակ բերեմ։ Նրանք ծեծված էին,
շղթայված էին, հալածված էին, բայց ներսում ունեին ուրախություն։ Աշխարհը այս ուրախությունը չի կարող ունենալ։ Եվ կանչելով առաքյալներին ծիծեցին նրանց, պատվիրեցին, որ այլևս Հիսուսի անունով չխոսեն ու արձակեցին։ Իսկ նրանք գնացին ատյանի առաջից, շեշտում եմ, ուրախանալով, որ արժանի եղան նրա անվան համար անարգվելու։ Գործք 5:40-41։ Ուրեմն մարդուն թքում մրում են, ուրախությունը չափ չկա։ Ասես դու գիշ չես։ Քեզի նախատեցին, ինչ վատ բառեր դու հայեցին, ծեծեցին, շորեր պատառեցին, ոտերդ կոշի մեջ դրեցին, այդ ինչի՞դ վրա ես ուրախացի։ Ասում ուրախանում եմ, որովհետև ես մասնակից եղա Քրիստոսի չարչարանքներին, վաղ նրա փառքի ժամանակ էլ պետք է նրան հաղորդակից լինեմ։ Աշխարհը սա չի կարող հասկանալ, ու մի շարք քրիստոնյաներ սա չեն կարողանա հասկանալ։ Բայց սա իրականություն է։ Մի ուրիշ տեղ կարդամ։ Եվ ամբողջը նրանց վրա նետվեց, սա գրված է Գործք 16:22-27-ում։ Եվ ամբողջը նրանց վրա նետվեց, զորապետերը նրանց գեսները պատառել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։ Նրանց շատ վերքեր հասնելուց հետո բանտարկեցին, բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ Նա էլ այսպիսի հրաման ստանալով նրանց մեկուսարան գցեց եւ նրանց ոտքերը դրեց կոճղի մեջ ու ամբրացրեց։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթքով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին, բոլոր դռները բացվեցին, բոլորի կապանքներն արձակվեցին։ Այդ ի՞նչն էր իրանց ստիպում, որ կեսգիշերին ելեմ ուրախությամբ Տիրոջը օրհնեն, փառաբանեն, կալանավորները կողքից լսում այսպես են քիչ են։ Առավոտը կարող է սրանց տանեն գլուխները կտրել, ես ինչի վրա են ուրախացի։ Եվ սա պատճառ դարձավ, նրանց ուրախությունը այնքան մեծ էր, կենթանի իրական, որ փոխանցվեց կալանավորներին, հետո փոխանցվեց բանտապետին ու իր ընտանիքին։ Կալանավորները չփախան, բանտապետն եկավ ընկավ ծնկի վրա ասեց, մտածեց սկզբից փախել են կալանավորները, որտեղ իր գլուխը կտրեր թագավորը։ Հետո տեսավ, որ բոլորն այնտեղ են, Պողոսն ասաց, քեզ վնաս միտում մենք այստեղ ենք։ Շշկրվել էր, ասում էր, Տեր, ինչ անեմ։ Ով բանտապետն էր կալանավորին ասում էր, Տեր իմ, ինչ անեմ։ Ասաց, հավատացեք Տեր Հիսուս Քրիստոսին, մկրտվեցեք նրա անունով ու պիտի փրկվեք դուք եւ ձեր ամբողջ տունը։ Հիմա մի ուրիշ բանի վրա կանգ առնեմ։ Ես վերջերս մի երկու անգամ այդպես պատահել է, այսպես աչքի ճոթով անցել է, ու ասել է տեսնեմ ես ինչ է կազմակերպել, շոուներ են ինչ որ բանի։ Այնց եւի վատ ինտիմ խոսքեր, այնց եւի վատ ինտիմ բեմականացումներ, հրավիրվածները զույգեր էին ամուսնական, լիքը մի հարյուրավոր, մենակ գլուխդ կասես լավ, ես չեմ ասում, թե մինչև վերջ նայեցի, այդ չի խնդիրը, ես հասկացա ինչոց է։ Ես ասում եմ լավ, զույգերով հրավիրված են, եկել են այդտեղ, փող են վճարի այդ տոմսի համար, ու լսում են ինչ, հայյանքներ, անարգանքներ, այնց եւի բաներ, որ մարդու գնիկ իրար հետ այդպես չեն խոսի։ Ծիծաղում, հրրում են։ Ես ասում եմ, ամեն մեկի կնոջ մերկությունը բացվեց այն մյուս տղամարդի մոտ։ Այդ խոսքերից հետո դուք այդ ինչի վրա եք ծիծաղում։ Գիտեք ինչու։ Որովհետև այս անգամ նրանք մտածում են, որ տեսա հումոր է, սա ընդհանրապես բեմականացում է, զվարճալի մի բան է, եւ մարդիկ սկսում են կամաց ընտելանալ սրան։ Մի ժամանակ որ մարդուն փողոցում ասներ իր կնոջ հետ մի հատ հայանք անեն, վատ էր զգում, չէ՞, դառնում հանդիման, արա կնի կանցնում, այստեղով արա բերանդ փագի կամ ասեն կռիվ կարող է սարքեն դրա համար։ Հանգիստ նստած են նույն դարիճում ու ծիծաղում են։ Մարդը ընտելանում է սրան ու դառնում է իր աչքին շատ սովորական։ Մի ժամանակ համասարամոլներին բոլոր երկրի ծայրերում նրանք ուրիշ աչքով էին նայում, որ անընդունելի մարդիկ էին։ Կամաց ընտելացան։ Ոչ միայն ընտելացան, սկսեցին պաշտպանել նրանց իրավունքները։ Ոչ միայն պաշտպանել, այլ թույլ տալ, որպեսզի ագիտացիա անեն, իրենց լոզունգները տարածեն, շքերթներ կազմակերպեն։ Այդ բանը գալիս է նաև մեր մոտ։ Վաղը դուք էլ կընտելանաք։ Որ վաղը ձեր տղան մի հատ ուրիշ տղա ձեռք բռնիկ վերի գասի, պապա, պամա, ամուսնանում ենք, մենք իրար հավանել ենք, ու գասես, հա, տանեք թող սեղտայի եղբայրը մի հատ պսակադրի օրհնի։ Մի ծիծաղեք, կընտելանանք նաև մենք սրան։ Այսպես է հիմա։ Անունը դրում են ուրախություն, եւ այն ինչ որ մարդկանց ամոթն է, մարդկանց փառքն է դարձել։
Ես կարդամ, որ չասեք Սեդրակ եղբայրը հնարեց։ Փիլիպպեսիների 3:19-ում գրված է. նրանց վերջը կորուստն է, նրանց Աստվածը իրենց որովայինն է կամ փորը, իրենց փառքը իրենց ամոթն է, նրանք երկրավոր բաների մասին են մտածում։ Այսինքն կգան օրեր, որ մարդկանց ամոթը իրենց փառքը կդարձնեն կհամարեն։ Սա այդպես է։ Ուրեմն մարդը կարող է շատ ծիծաղել, դու գնալ դատարկ, գրքերով լցված, էմոցիաներով լցված, բայց ոչ ուրախությամբ, որովհետև ուրախությունը ուրիշ բան է։ Մի անգամ Սամսոնի հետ գնում ենք միտեղ ավակույթի, հրավիրել էին, ուրիշ եկեղել չէր, ուրիշ մարզի։ Ես ընդհանրապես ուրիշտեղ գնալուց միշտ ընդունում եմ ծանր թեմաներ։ Լուրջ թեմաներ, խաչի մասին, ապաշխարության մասին, նման բաներ։ Բայց ընթացքում մի քանի անգամ օրինակներ բերեցի, օրինակները սրամիտ օրինակներ էին, բայց ես չպատկերացի, որ այդքան ծիծաղաշարժ կլինի իրանց համար, փորներեք բռնեն ու վերջում որ դե վերջ ասի լավ էս ինչի՞ էսքան ծիծաղում, լավ հասկացանք։ Հասեինք ուտում, ասես վայ Սեդրակ եղբայրին քան ծիծաղից մեռանք։ Էլի լավ բաներ, ուրեմն ես փլուզվել եմ այս ծառայության մեջ։ Իմ ասածը տեղ չի ասի, ընդամենը մենակ ծիծաղը մնաց այդ պաշտամունքից։ Իշ մեզ համ որ գալիս ենք ճամփինոս սամ, ես հիմա ինձ ծաղրացու եմ զգում, ոչ թե քարոզիչ։ Ինչի՞ էր պետք մեր գալը։ Ասել չեմ գա ստեղ։ Ու իսկապես դրանից քանի անգամ հրավիրում ասեմ չէ, եթե ես ընդամենը ծիծաղաշարժ ծաղրացու եմ, չեմ գա։ Որտեվ ես էլի կարող եմ մի բան պատմեմ, էլի որ ուզենաս ծիծաղես, որ ուզենաս լրջանաս, էլի կլրջանաս։ Այսինքն լավ չստացվեց։ Որովհետև այն ինչ որ դու ուզեցիր փոխանցել, լրիվ ուրիշ էֆեկտ տվեց։ Դրա համար մեկ-մեկ իմ սիրելի եղբայր, այդ իմ փորձից իմ անկումներից եմ ասում, էլի, այնպես մի սուր դարձեք ձեր օրինակները, որ մարդիկ մենակ խնդան, ասում, այս ինչ խնդալ բաներ ասեց։ Այդ բանը պահեք, բալանսը պահեք, որ չկորցնեք ձեր խոսքի ծանրությունը։ Միշտ հիշեք, որ Հիսուսը չեկավ ծիծաղեցնելու։ Օրինակ ես մի շարք գործեր կարդացել եմ Սպերջենի աշխատություններից, Սպերջենը ես մեր 20-րդ դարի, 21 դարի այն սկզբի ժամանակների ամենալավագույն քարոզիչն է համարվել։ Նրան անգամ համեմատել են Պողոս առաքյալի հետ, այդպես բարձր մակարդակի խոսք ունեցել ինքը։ Եվ ասում եմ, երբ որ մարդիկ մասնակցում էին որևէ հավաքույթի լավ քարոզելնում, հելնում ասում են ինչ հրաշալի քարոզիչ էր, ասում եմ Սպերջենի հավաքույթներից դուրս եկողները ասում են ինչ հրաշալի էր Հիսուսը։ Ոնց էր կարողանում մարդը ներկայացնել Քրիստոսին, որ իրեն չէին տեսնում։ Բայց հիմա հնարավոր է մարդը բարձրանում է բեմարդակ, ասում է, ինչ ակնեմ, պրիչոսկեց ոնց անեմ, բերմատեն առաջ ինչ էին ասում, որ փչում են մազերը չխառնվե։ Լաքը ինչա մի վաղ հիացմունք էին ասում, փչում են, որ մազերը չխառնվի, գալստուկի գույնն են ընտրում, հատուկ վարսավիրանոցին եթում, հատուկ տղամարդիկ, գիտեք, մենակ դուք եք կոսմետիկա օգտագործում, այնքան քարոզիչներ կան, այս կոսմետիկաներին օգտագործում, որ գնա գալիս են։ Այսինքն բեմի վրա մանավանդ մեծ շարժումները գնալ գալ այդ բաները, էմոցիաները, բարձրագույն խոսքերը, սերանները, որպեսզի տպավորիչներ անա շատ ուժեղ։ Այդ դեպքում կասեն, ինչ հրաշալի քարոզիչ էր։ Հրիսի գնում է հետևից ես, ասում է, «Էս ինչ է, առավոտ ուրիշ շոր էր», ասում եմ, «Էսի տաք էր», մրսում է, «Էսի ճմրտացա, էսի ինչ, դες մի հատ կողես մնա կենտրոնա ինչ ես ումազդից»։ Այսինքն դա չի ամենակարևորը, դա էլ է կարևոր, բայց ամենակարևորը չէ։ Որպեսզի մենք վաղը մեզնից հետո, եթե մեր անունը մնա մարդիկ հիշեն մեզ, ոչ թե ես հիշեն մի հատ ծիծաղաշարժ շոուներ կազմակերպող քարոզիչ, այլ Աստծո խոսքի կշիռ ունեցող մարդ, որը գիտե ինչ է ասում, եւ այդ խոսքերը մնում են կենթանի մյուս դարերի համար։ Դուք կարդացեք Պողոսի թղթերը, սկզբից մինչև վերջ, կարդացեք առաքյալների ավետարանները, կարդացեք նրանց ընդհանրական ուղերձները, կարդացեք հայտության թղթը, եթե միտեղ կտեսնեք ծիծաղում էին, փորերը բռած հեռարում էին, մենք լավ շոու անցկացրեցիք, արի ասացի դրագաբար միտեղ կտել եմ, կարդամ դու էլ դասի։ Նրանք լուրջ բան փոխանցեցին, նրանք ավետարանն էին փոխանցում, նրանք Քրիստոսի խաչն էին փոխանցում, Քրիստոսի արյունն էին փոխանցում, ավետարանի լրջությունն էին փոխանցում, զգաստություն էին փոխանցում, ոչ թե զվարճություն։ Սա թող դառնա մեր ոնց ասեմ, մեր ծրագիրը, մեր ասում եմ լավ առասա,
Մեր դեվիզը թող դառնա։ Լավ։ Ինչը։ Կարգախոսը։ Այդ բառը կայ են չեմ դեվիզ ասում։ Շատ լավ։ Իսկ մարդը կարող է ուրախանալ, երբ որ հաշտություն ունի Աստծո հետ, մաքրվում է, սովորում է սիրել, ներել, զոհել, խոնարհվել, հնարավոր է, որ սրա մեջ նաև ծնվի իրական Աստծո ուրախությունը։ Մոտենամ ավարտին։ Խաչը կարող է ուրախություն պատճառել մարդու։ Քրիստոսի խաչը։ Ուրեմն այս աշխարհը փախնում է ցավից։ Բայց Քրիստոսի ուրախությունը նույնիսկ խաչի ճանապարհով անցավ։ Ավետարանը լի չէ միայն խոստումներով, այն լի է նաև ինքնուրացությամբ, ապաշխարությամբ, զոհողությամբ, սրբությամբ եւ խաչով։ Եվ զարմանալի չէ, որ այս ճանապարհի մեջ ծնվում է ամենամեծ խաղաղությունը հանկարծ մարդու։ Երեք թորնիկից հետ խոսում ենք, մի քիչ վախում էր ինչ-որ բաներից, ասում եմ, որ հիշես առաջի դարում արենաներում, գիտես, մեծ ու փոքր իրար հետ լստում էին արգյոսների առած, սոված արջերի ու մինչերի, հոշոտում էին, բայց երգելով էին մեռնում, ծնկի վրա օրտելով էին մեռնում, ուրախությունը սրտերում երկինքը բացված տեսնելով էին մեռնում։ Այսպես մենք ինչից ենք մեռնելու վաղը։ Հիվանդության մեջ ինչ որ անկողնում ինչ որ հիվանդության պատճառով։ Այսինքն նրանք նպատակ էին տեսնում։ Երևի նրանք իսկի առյուծներ չէին տեսնում։ Տեսնում էին Գաբրիել հրեշտակին եկավ իրան տանելու։ Բայց կարող է տեսնում էին։ Հələ չեն տարի ինձ առյուծների առաջել, չգիտեմ այդ պատին չեն զգում։ Բայց եթե Քրիստոսի ուրախությունն է քո մեջ, դու կտեսնես Տիրոջ խոստումները եւ հավիտենական կյանքի դուռը, որը բացվում է հենց այդ պահին։ Ուրեմն ես չեմ կարծում վերջնական եզրափակեմ, որ ծիծաղը դա սխալ բան է կամ վատ բան է, չէ, բոլորովին դա չեմ ուզեցել ասել։ Ծիծաղը նորմալ բան է, ծիծաղը նույնիսկ կարելի է համարել Աստծո մարդուն տրված պարգ է, բայց դա ինչի վրա է ծիծաղում։ Ծիծաղը պետք է արմատ ունենա, ակունք ունենա, եւ դա լինի ճշմարտություն, լինի, ասենք, իսկապես ուրախություն, լավ ավետիս, ինչ որ մի գեղեցիկ մի, ես չգիտեմ, ինչպես կուզեք իմացեք։ Ուրեմն ես ինքս էլ անձամբ բնավորությամբ կարող է Երևան մռայլ, ասես շատ տեղերում ինձ ասում են ինչ մռայլ մարդ է, ամպոտ մութ, բայց իրականում այդպես չէ, որ իմ հետ մի քիչ շփվում է, դե չէ, այս մարդը լավ է, կատակ սիրող մարդ է, հումոր սիրող մարդ։ Էս չի խնդիրը, բայց ամեն բան պահենք բալանսի մեջ։ Բայց եկեղեցում իմ արժև դրել եմ ոչ թե մարդկանց ծիծաղեցնել, այլ եթե կարող եմ ուրախացնել։ Իսկ ուրախացնելու համար ավետարանի եւ Աստծո խոսքն է, մեր ճշմարտությունը, Քրիստոսի խոստումներն են։ Չեմ ուզում, որ դուք զբաղվեք անցողիկ բաներով, որոնք մի ժամ կամ մի օր կամ մի տարի կամ քո կյանքի ամբողջ ընթացքում վերջում քեզ ոչինչ չեն տալու, քո հետ ոչինչ չես տանելու։ Այլ որպեսզի դուք հարստանաք Քրիստոսով այնպես այն հոգուպտուղներով, որը հավիտենական կյանքի մեջ ձեզ դառնա փառքի ու գովքի առարկա ընդունելության։ Հիմա որովհետև մի օր այս աշխարհի ծիծաղը լռելու է։ Իսկ ովքեր հոգու մեջ են եւ Քրիստոսի ուրախության պիտի բացվի հավիտյանս հավիտենից Աստծո թակավորության մեջ։ Դուք օրինակ մի տհաճ օրինակ էլ բերեմ ու եզրափակեմ։ Ուրեմն կան առանք, որ այս աշխարհը ունի իր տվածը, իր ծիծաղը, որը դատարկ մի բան կարող է լինել, ոչ մի պարունակություն չունեցող, ընդամենը ծիծաղ։ Բայց Քրիստոսի տված ուրախը, որը կարող է ելի իր մեջ ունենալ ծիծաղը որպես ուրախության արձագանք, բայց ուրիշ բնույթի։ Եթե հիմա գնաք գերեզմանոց քանդեք գերեզմաները, մի 100 տարի առաջվա մեռածներին էլ է թարմ գերեզման չէ։ Տեսեք, որ այն մարդիկ, ովքեր թաղված են այնտեղ, արդեն միսը փտել է, մնացել է ոսկորները ու գանգի վրա ծիծաղ, որ նայես կարծես ծիծաղում է, երկու ատամնաշարը բաց, շրթունքները չկա, բայց ծիծաղում են մեռելները, չէ, ընդամենը ատամնաշարերն է մնացի, ծիծաղի նման, բայց ծիծաղ չէ։ Այս աշխարհի տվածի վերջը, ուզում եմ իմանաք, որ այս ծիծաղն է, այստեղ ատամնաշարը բացեցիր, այնտեղ էլ ատամնաշարը բաց կմնա ու վերջ։ Բայց խոսում ենք այն ուրախության մասին, ուզում եմ այս մասը կարդալ, որ լավ ասեմ, նստի մտածեք, գրվել է, բայց ուզում եմ կարդալ, որ չփչացնեմ։ Այս աշխարհի ծիծաղը մի օր լռելու է։
շոուների աղմուկը մարելու է։ Մարմնավոր մարդու թվացյալ ուրախությունը մնալու է գերեզմանային լռության մեջ, որպես անցողիկ կյանքի տխուր արձագանք։ Բայց այն մարդը, որի ներսում արդեն սկսել է Աստծո արքայությունը, որի սրտում բնակվում է Սուրբ Հոգու խաղաղությունն ու ուրախությունը, նրա համար ուրախությունը չի ավարտվում գերեզմանով, նրա համար այնտեղ միայն սկսվում է իրական կյանքը, եւ մի օր նա պիտի լսի Աստծո որդու ձայնը. ապրես բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Ապրես բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Տերը օրհնի ձեզ։ Որ խոսեցի գերեզմանի մասին, մեկ տեսել եմ տեսագրություններ, որ քանդում են ինչ-որ գերեզմաններ, փարավոնների, թագավորների, դրանք ովքեր ոսկեների մեջ լողացել են, ասենց քանդում են գերեզմանը, դե որ ասիկ փտե գնացել է, մնացել է ինչ-որ ոսկորների վրա մատանիներ, ինչ-որ բլազուկներ, ժամացույց կամ ինչ, ինչ-որ ոսկե շղթաներ, ավելի ոսկին ավելի տեղեկացրել է այդ կամախքը։ Թագավորների վերջը էս եղավ ընդամենը։ Դուք կարծում եք մեր վերջը ես իմ ինչ պետք է լինի։ Մեր մարմնի վերջը ինչ ուզում ալնի։ Շատ հոգ մի տարեք ձեր գերեզմանների համար, շատ հոգ մի տարեք ձեր ճոխ թաղումների համար։ Հոգ տարեք ձեր հավիտենական կյանքի համար, որը կմնա դրանից հետո։ Որտեղ մի օր ամեն ինչ կանցնի է, ինչ որ տեսանելի է, ժամանակավոր է, եւ այն ինչ որ անտեսանելի է, հավիտենական։ Դրա համար մենք մտածենք, աղոթենք հավիտենական արժեքների համար, ոչ թե ժամանակավոր։ Տերը օրհնի ձեզ։